Ֆեմիդային Զևսի կանանցից այս մեկին արդարության և օրինականության աստվածուհուն վերջերս հանգիստ չեն տալիս իշխանականները։ Հետքի մեր գործընկերները պարզել են, որ ՔՊՆ-ն ու նրա համակիրները դատական հայցերով մի աննախադեպ գրոհ են սկսել ԶԼՄ-ների դեմ։ 37 հայցադիմում են ներկայացրել 17 լրատվամիջոցի նկատմամբ։ Ոչ միայն վիրավորան կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել են պահանջում, նաև կլորիկ գումարներ, որպես փոխհատուցում 66 միլիոն 700 հազար դրամ, ընդհանուր առմամբ առանց դատական ծախսերի։ Առաջին եռյակն է, 21 միլիոն դրամ ուզում են ժողովուրդ օրաթերթի ուսերին դնել, 9 միլիոն մամուլեյեմի, օրագիր մեդիայից 6 միլիոն են պահանջում իշխանականները և հայցերի քանակով և փող բեռով ամենաթիրախավորվածը ժողովուրդն է, 9 հայց։ Արդյունքի չեն հասնելու։ Ժողովուրդ օրաթերթի գլխավոր խմբագիրը պնդում է իրենց գործն արդար է, տեղեկատվությունը հավաստի և ուրեմն չեն հաջողելու դատի տվողները, այդ դատը նաև փող գանձելու միջոց դարձնողները։ Դա կլինի ազգային ժողովի նախագահ, կլինի պատգամավոր, կլինի Երևանի քաղաքապետ։ Կոնկրետ ովքեր են ժողովրդի դեմ 9 հայցով 21 միլիոն դրամի պահանջ ներկայացնողները։ Երևանի քաղաքապետ, փոխքաղաքապետ, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, գործարար Երեմյանները, պատգամավոր Հայկ Սարգսյան, նրա եղբայրը։ Նաև ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղար լեզու ականջ կտրող Արթուր Հովհաննիսյանը, կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանը և ինչու են այս իշխանականները դատի տվել ժողովրդին։ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահ, մասնակցում է միջոցառման և Ռուսաստանի մասին քննադատողական հայտարարություններ են հնչեցնում։ Հրապարակում ենք և պահանջում ենք, որ ինքը տա ձայնագրությունը, եթե ինքը նման բան չի ասել, մենք պատրաստ ենք հրապարակել։ Մինչդեռ ինքը հրաժարվում է տալ ձայնագրությունը։ Եվ այսօր Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցին դատի է տվել և գումարի պահանջ է ներկայացնում, ինչ անելով, փորձելով լրացնել։ Մի օրինակ էլ, թե ինչու են ժողովրդին դատի տվել իշխանամերձ համարվող գործարարները։ Իրեն պատկանող ռեստորանից մեկում տեղի է ունեցել ծեծկրտուկ։ Ծեծկրտուկը որոշ ժամանակ հետո կարճվում է։ Որից հետո Երեմյանների հենց սեփականատերը Երեմյանը գլխավոր դատախազի մարդու իրավունքների պաշտպանի հետ, երկրի առաջին դեպքի տիկնոջ հետ ճաշկելույթի է մասնակցում։ Եթե դա մի այնպիսի գործարար լիներ, որ այսօրվա իշխանություններին կմերժեր գնալ ճաշի, վստահ եղեք, հիմա ինքը կալանավայրում էր իր ռեստորանի աշխատակիցներն էլ հետը, մինչդեռ Երեմյանների դեպքում գործը կարճվում է։ Հայաստանում պաշտոնյա ու գործարար ընդհանուր առմամբ երբեք չեն փայլել լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգալից վերաբերմունքով, բայց այսչափ զազրելի միայն նախկին լրագրող վարչապետի իշխանության օրերին է, նկատում են ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջին փաստօրինակը թարմ է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի իր ասուլիսին նույնիսկ չթաքցրեց, որ ուզում է վիրավորել լրագրողին։ Խնդրում եմ անպայմանորեն վիրավորվել, որովհետև ես ուզում եմ վիրավորել ձեզ։ Ավինյանի խոսքով ինքն ուզում է վիրավորել այն լրատվամիջոցներին, որոնք փողով են նյութեր գրում։ Հնարավոր բոլոր Փողով գործ անելու մասին օրինակն էլ Կարգին հաղորդումից է, գերեզմանակարի վրա փորագրության մասին։ Փորագրողը ասում է, եղբայր, ուզում ես գրենք շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ, տառը $5, ստորակետը $2, վերջակետը $1։ 25 միլիարդ դրամ փոշիացրած Անիֆի կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված լինելու մասին հարցներ Տիգրան Ավինյանին Կարգին հաղորդման դուռը տարել։ Ես իր քաղաքական հակառակորդ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի Անիֆում սխվել է գործընկերը ստիպված էր Երևանի քաղաքապետին հիշեցնել, զրպարտանքը պատվաբեր բան չէ, ափսոս, որ զրպարտողը դա դատարանից հետո է միայն հասկանում։ Նման հայտարարություն անցած տարի արեց ձեր կուսակից ընկերը Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովի ամբիոնից, մենք նրան դատի տվեցինք և դատը շահեցինք։ Մնաց չորոշեն իշխանական ծեծ տալ էմային մի մուտանկյունում, ինչպես նախկին քաղաքապետի խոսնակ լրագրող Հակոբ Կարապետյանին։ Ավինյան թողնա Երևանի քաղաքապետանի կոռուպցիոն և բեսպրիձել երևույթները կանգ առեցնի։ Վերջին դեպքը լրագրողի նկատմամբ բռնության մասին է և կոնկրետ անուն է դնում։ Ուր են իրավապահ մարմինները։ Չի զարմանում ժողովուրդը, զարմանալու տեղ չեն թողել։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած ՔՊ-ի իշխանության օրերին գաղտնալսել են Քնար Մանուկյանին մարտի 1-ի գործով նրա տեղեկատվության աղբյուրը բացահայտելու, ցամաքեցնելու համար։ Հետո ինչ որ դա իսկապես ժողովրդավար երկրներում մարդու գաղտնի մնալու իրավունք է։ Որից հետո հաջորդեց խմբագրության նկատմամբ հարձակում։ Հարձակվեք, հարձակվելու պատվեր տակ, միևնույնն է։ Չեն վախեցնի, չեն լռեցնի։ Կհանդիպենք դատարանում, ասում են ԶԼՄ ներկայացուցիչները։
Հեգնում իշխանականները այս տարի 37 ժամադրություն արդեն նշանակել են։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։